Ծրագրեր շատ ունենք, գիտենք, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, ում հետ պիտի ճանապարհ գնանք։ Պատկերացրեք, այսքան հայոց ազգը իր ապրած կյանքի մեջ չի եղել 5 տարի, որ խաղանտ ապրի։ Միշտ պատերազմների մեջ է եղել, միշտ պատերազմների։ Մենք խաղաղ ենք եղել 75 տարի, որը ռուսների հետ ենք եղել։ Այո, ռուսներն ունեն խնդիր, մեր հետ նկատմամբ սխալներ ունեն, բայց հայոց ցեղասպանություն չեն արել։ Իրենք ասում են, ռուսին պետք է հանենք, թուրքին պետք է բերենք։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Իրենց կոնկրետ ծրագիրը դա է։ Եթե ով կարող է թուրքի հետ ապրել, ով որ կարող է, ես չգիտեմ, նրա հոգու մեջ մաքուր հայկյան անուն չկա։ Ես կարող եմ մի բան ասել, երբ որ Էջմիածինում պատարագ էր մատուցվում 1800-700-ական թվականներին Պարսիկ թագավորը մտնում է Սուրբ Էջմիածին։ Երբ որ մտնում է Էջմիածին ու դառնում ասում է, ձեզանից եթե որևիցե մեկը դառնա պարսկական կրոնին, ես իրեն այսինչ նահանգին մոկվետ կնշանակեմ եւ 3 այս սկուտեղներով ոսկիներն ու բրիլյանտները նրան կնվիրեմ։ Պատարագամադոյց վաղտապետը ասում է, ես կդառնամ ձեր հավատքին։ Լռեց պատարագը եւ կաթողիկոսը գլուխը բարձրացրեց, սրացակումած աչքերով, ասեց 3 օր ժամանակ տուր, ես ասեմ գայթակղության պատճառը երիտասարդի, ասեց 3 օրից գալիս եմ, Պարսիկ թագավորն էր թե իշխանն էր։ Կաթողիկոսը հայոց հոգևորականներին ասեց, անհաց հանճուր, գիշեր ցերեկ աղոտ կարեք խնդրեք Տիրոջը, որ իմանան գայթակղության պատճառը երիտասարդի։ Երրորդ օրը առավոտ ժամը 6-ին 30 հոգևորականներ վազեցին կաթողիկոսի մոտ, ասում էին, վեհապար, տեսիլք ենք տեսել, բայց իրանք չգիտեին, որ նույն տեսիլքը տեսել էր կաթողիկոսը ամենայն հայոց։ Ու ինչ ասեցին։ Ասեցին, մենք տեսանք, որ վախտապետի մայրը ննջում է, գերեզմանը բացվեց եւ մայրը բարձրացավ ու ասեց, վեհապար հայրապետ, փախի ժամանակ մի թուրք պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է, եւ հիմա ես ձեզ ասում եմ, եթե մաքուր հայի տղա է, նրա այրան մեջ հոսում է մաքուր հայոց այրունը եւ հալալ մորտատ է կերել, նա երբեք չեր ստորագրի Արցախի հանձումը, Գանձասարը, Տադիվանքը, Ամարասը եւ 388 եկեղեցիներ հայոց սրբությունները նրանք երբեք չէին հանձնի թուրքին, եթե մաքուր հայկյան արուն էր հոսում նրանց երակների մեջ։ Եթե որևիցե մեկը այսօր Դավաճանի կողքին կանգնում է, ուրեմն գիտեցեք, երբ որ Սուրբ Շուշանիկը, Վախթան Մամիկոնյանի աղջիկը, ամբողջ վրացիները պաշտում են նրան, ուրեմն ամուսինը հավատափոխ էր, եւ երբ որ չեմ ուզում երկարացնել, հանդերձյալ կյանքում ամուսինը դժոխքի մեջ տանջվում էր, 4 երեխա ուներ Շուշանիկը, խնդրեց Սուրբ Շուշանիկին, թե ինձ ձերքդ մեկինի, այս ձետերի մեջ այրվում եմ, հանի այստեղից, չէ որ 4 հատ երեխա ես ունեցեք, գոնե 5 րոպե տանջանքների մեջ եմ։ Շուշանիկը մի պահ ուզում էր ձերքը երկարացնել, մեկ է մի ձայն լսեց, մահ Դավաճանին, դա Վախթան Մամիկոնյանն էր, ես մերն իմ իրա գերեզմանին։ Սահակ Պարտևն էր Շուշանիկի պապը, Սահկանուչն էր նրա տատիկը, եւ այսպես մահ Դավաճանին պատրաստվում է երկնային Դադաստանը եւ հայ ժողովրդի Սողոմոն Թեհլերյանի բրեժը։